Խոսրովյանների բազմազավակ ընտանիքի մայրը Արևիկը մեր նախորդ այցի ընթացքում Արցունքն աչքերին պատմում էր Արցախից տեղահանվելու եւ 9 երեխաներին պատերազմի մասնակից ամուսնու հետ պահելու դժվարությունների մասին։ Այս ընտանիքի հոգսառատ պատմության հետքերով կրկին Արագածոտնի մարզի ներքին Սասնաշեն գյուղ գնացինք, բայց այս անգամ մեր բարերարների հետ։ Գնացինք նրանց ասելու, որ մենակ չեն։ Նախորդ անգամ նկարահանել էինք, թե ինչ պայմաններում են ապրում նրանք ու արձագանքները չուշացան։ Ամեն ինչով որ օգնել են, անկեղծ շատ շնորհակալ եմ բոլորից շատ։ Ուզում եմ, որ խաղաղություն լինի, թող որ Աստված ամեն մարդի սրտով տա իրան այն, ինչ որ ինքը ցանկանում է։ Մեր նկարահանող խմբին պարզվում է երեխաները մեկ շաբաթ անհամբերությամբ են սպասել։ Տեղ հասնելուն պես նրանք մեծ ոգևորությամբ դիմավորեցին ու անհամբերությամբ իրար հերթ չտալով տուն էին տանում մեր հովանավորների նվերները։ Տունը, որտեղ ապաստանել են Խոսրովյանները, մեղմ ասած նախանձելի վիճակում չէ, ուստի մեր գործընկերները շտապեցին աջակցել կահույքով։ Առաջին արձագանքողներից մեկը Բազմոց գրուպ ընկերությունն էր, որն ուղարկել էր եվրոպական ստանդարտներին համապատասխան նրբաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց։ Արևիկը միանգամից ֆիքսեց, բազմոցը երեխաների համար նաև մահճակալ կծառայի։ Ես չէի պատկերացնում իրոքից, որ կլինի այս օգնությունը, հատկապես բազմոց, անկեղծ ամեն ինչի կարիք իհարկե ունենք, քանի որ դատարկ եկել ենք, տուն չունենք, տեղ չունենք եւ այլն։ Իսկ ահա Արգավանդեյեմը ոճային ու գեղեցիկ բազկաթոռ հասցրեց երեխաներին, որը տղաների սրտով էր։ Առաջինը փորձարկեցին։ Ինչ բերել եք իրանց համար, ամեն ինչ։ Շատ շնորհակալ ենք։ Հարևանեմ շատ շնորհակալ եմ, որ այդքան իրանց համար լավություն եք անում։ Հեռախոսներով երեխաներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Գոհարն ու Անժելիկան արդեն բջջայիններ ունեն։ Խոստովանեցին, դասերը սովորելն առանց հեռախոսի դժվար էր։ Հիմա արդեն դաս սովորելիս մայրիկի հեռախոսի համար չեն կռվի։ Շատ շնորհակալ ենք, որ դուք մեզ հեռախոսներ բերեցիք, որովհետև մեր դասերը հիմա շատ QR-ներով են։ Մենք բոլորս չենք հասցնում QR-ներ բացենք։ Ապրեք շատ, հեռախոսի կարիք մենք ունեինք ու հիմա որ կա, այլ խնդիր չի, կբացենք QR-ները, դասերն էլ կսովորենք։ Արցախցի բարերար Գագիկ Սարգսյանն էլ գրասեղան ու սուրճի սեղան նվիրեց ընտանիքին։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ ապահովեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Երեխաներին հրավիրեցին ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով, ջակուզիներով ու մանկական խաղահրապարակներով։ Ակվատեկը հրավիրում է ձեզ ուրախ ժամանց անցկացնելու մեր կոմպլեքսում, որտեղ երեխաները կզվարճանան, կուրախանան։ Արդեն հաջորդ օրը ջրային գոտում երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, լիարժեք վայելելով յուրաքանչյուր պահը։ Օրվա վերջում ճաշակեցին նաև համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Խոսրովյաններին նաև սննդի մի քանի ամսվա պաշար էին ուղարկել։ Բնական բաղադրիչներով պատրաստված բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Հիմա պապայի գործը, օրինակ մի 80%-ով թեթևացավ, օրինակ սնունդը բանը լրիվ թեթևացավ շատ։ Առողջ ծննդի հարցն էլ հոգած Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել երեխաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարագ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ։ Մեծաքանակ էր օգնությունը։ Շատ ուրախ եմ, որ օգնեցին, ինչ որ բանով էլի կարողացան թեթևացնել մեր ընտանիքի հոգսերը։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչն անձամբ էր բերել իր արտադրանքի սնունդը, ապահովելով մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել, հավի կոտլետներ, դրփերշիկներ, ձողիկներ, իսկական երջանկություն միս սիրող փոքրիկների համար։ Արևիկ ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ծանոթանալով ձեր ընտանիքի տխուր պատմությանը, փորձեց մի փոքր թեթևացնել ձեր հոգսը իր տեղական արտադրանքներով, Արաքս թռչնաֆաբրիկայի մսով եւ կիսաֆաբրիկատների տեղական արտադրանքներով։ Ուրախ եմ, որ օգնեցիք մեր ընտանիքին, որը մենք այդ ամեն ինչ պետք է առնենք, դուք բերեցիք, ել չենք առնելու, դրա փողը կտանք ուրիշ ավելի, որ պետքական գործ լինի դրա համար։
Բազմազավակ մայրիկի հոգսը թեթևացնելու համար լվացող ու մաքրող միջոցներ էր ուղարկել Էկոֆորմ ընկերությունը իր Mr. Gin ապրանքանիշի կողմից։ Աջակցությունը նաև ֆինանսական էր։ Էլ ինչ է պետք երեխաներին իսկական երջանկության համար։ Քաղցրավենիք գաթաներ ուղարկել էր Տավուր Սվիտ ընկերությունը։ Քաղցրավենիքի մեծ պաշարով ապահովել էր նաև Ռուսկի բիսկվիտ ընկերությունը, ուղարկելով մեծ քանակությամբ խմորեղեն, նրբահամ բիսկվիտներ, իսկ փոքրիկ Էմիլը իր այնքան սիրելի ինքնաեփ լապշաները անհամբերությամբ էր փորձարկում, բաժին չթողնելով ոչ մեկին։ Այ Ռոբերտը երջանկությունը ոչ մի րոպե չէր թաքցնում։ Այս երեխաները որքան էլ դժվար պայմաններում են ապրել, միևնույն է հուսախաբ չեն եղել։ Հիացրին իրենց գրագիտությամբ, նպատակասլացությամբ։ Դրա լուր վկան սպորտում գորի ու գարիկի օրեր առաջ գրանցած հաջողություններն էին։ Ընթերցանությունն էլ բոլորի կյանքում մեծ տեղ ունի։ Նրանց բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր ենք տարել Edit Print հրատարակչության շնորհիվ։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Հարայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից, Երևան City սուպերմարկետների ցանցից եւ Arix Group-ից։ Ես կփորձեմ այն ստացած գումարը արդեն կոմունալ, լույս, տանվարդ եւ այլն մնացած ծախսերը հոգալ ու ես գիտեմ, որ ահագին ժամանակ ոչ մի բանի կարիք դեռ չեն ունենա երեխաները։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Մեր երկար տարիների հավատարիմ հեռուստադիտողները եւս մասնակցեցին բարի ձեռնարկին։ Արևիկն ուրախությամբ պատմում էր, որ հաղորդումից ժամեր անց բանկային քարտին գումար էին փոխանցում։ Շնորհակալությունս նաև հայտնում եմ այն մարդկանց, ովքեր որ հաշվի համարից գումար են փոխանցել, փոխանցում են։ Իրոք մենք դրա կարիք շատ ունենք։ Էլ ինչ է պետք ծնողին հանգստության համար, երբ տեսնում է իր երեխաներին երջանկացած։ Ընդհանրապես մարդկային վերաբերմունքի, ուշադրության, ջերմության պակաս ունեին։ Մեկ շաբաթ առաջ էր Արևիկը պատմում Արցախից տեղահանվելու եւ ցավի միայնության մեջ մենակ մնալու մասին։ Այսօր արդեն վստահ է, ցավը կիսողներ կան։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրենկյուն։